Իհարկե մտահոգիչ է վերջին շրջանին եկեղեցի եւ կառավարության միջև եղած տարագարդությունները։ Հայաստանի Արաքելական եկեղեցին միշտ զորավիք է եղել իր ժողովրդի միասնության, անկախության եւ պետականությանը։ Իր ողջ ունեցած հնարավորությունները, ինչպես այս անցյալին, այսօր էլ զոհել է հայրենիքի համար։ Սակայն երեք եպիսկոպոսների փանդարգությունը, հովանավանքի բռնի գրավումը, քաչալերումը գարկալույս մի եկեղեցականի անօրինական արարողություն կատարումը, սրանք քայլեր են, որոնք ավելի սրում են իրավիճակը։ Դգարացնել Սուրբ Էջմիածինը նշանակում է դգարացնել հայրենիքը։ Եկեղեցին միշտ հարգել է երկրի օրենքները եւ պատրաստ է ընդունելու իրավական որոշումներ, որոնք արդար եւ օրինական են։ Իհարկե, եկեղեցին ունի ներքին հարցեր, բայց դրանք այս ձևով չեն լուծվի։ Մեր աղոթքը եւ մաղթանքն է, որ պետական այրերը ողջախոհությամբ եւ իմաստությամբ լուծումը գտնեն այս հարցին։ Հանուն ընդհանուր շահերի երկու կողմեր հասնեն մի թրական եզրակացության, ինչ որ օգտակար կլինի եւ Էջմիածնին եւ պետականության։ Ժամանակն է բարակդոյ եւ երրորդական բաներ մի կողմ տնել։ Պետությունն զբաղվի իր հարցերով, եկեղեցին իր հոգեվոր խնդիրներով, մեկը մյուսին լրացնելով, զորացնելով։ Ի խորոց սրտի այս աղոթքն է մեր միապան եկեղեցականների եւ հավատացյալ ժողովրդին։ Ճիշտ է բնութագրված, որ ամենայն հայոց հայրապետը անց չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում, եւ մենք բոլորս միացած խոնարհվում ենք այդ երևույթին առջև։ Վեհապար դեր շնորհավորով ցերդ սրբության քաղաքալության 26-րդ-ամյակը հանուն հոգևոր տասի եւ մեր հավատացյալ ժողովրդին ցեզ մաղթում ենք առողջություն, համբերություն, աղոթում, որ ձեր գրած խաչը քաջությամբ գրեք մինչև վերջ եւ անվհատ կերպով շարունակեք ձեր եկեղեցաշեն, աստվածքուտ եւ հայրենաշեն առաքելությունը։